Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի Եվրամիության անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման հստակ ժամկետներ չեն քննարկվել։ Այս մասին հայտարարել է մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով զրույցի ընթացքում ընդգծվել է նման հանրաքվեի հնարավորինս շուտ անցկացման կարևորությունը։ Նա նշել է, որ կոնկրետ ժամկետներ, թե երբ կարող է անցկացվել քվեարկությունը, հայկական կողմը չի ներկայացրել։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունը փորձում է խրախուսել Հայաստանի հակառուսական քայլերը վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների միջոցով։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելից հասկանում են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է բախվել տնտեսական դժվարությունների։ Արտաքին հետախուզության ծառայությունը պնդում է, որ եվրասիական ինտեգրումից ստացվող տնտեսական օգուտների կորստի դեպքում հայկական իշխանությունների կայունությունը կարող է խնդիրների առաջ կանգնել։ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը հնարավոր չէր, քանի որ նույնիսկ ինքը Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ցավոք, թե բարեբախտաբար դա իմ հարցը չէ, դա իրենցն է, Երևանինը, չէր ճանաչում ոչ իրենը, ոչ էլ անկախ, ձևակերպել է ռուս պաշտոնյան։ Հայ-ռուսական հարաբերությունները չպետք է կապել Ղարաբաղի հարցի հետ, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։ Նա քննադատել է Մարիա Զախարովայի հայտարարությունները, դրանք անվանելով անհիմն։ Հաջիզադեն նշել է, որ Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի կողմից ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս եւ անհիմն է համարել ՀԱՊԿ-ի անգործությունը Հայաստանի կողմից Ղարաբաղը չճանաչելու հետ կապելը։ Հիշեցվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ին դիմել էր ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործողությունների պատճառով։ Թուրքիան սկսել է դեպի Շիրակի մարզ տանող երկաթուղային հատվածի վերակառուցումը։ Աքիաքայի քաղաքապետը ասել է, թե աշխատանքները կտևեն 2-ից 3 ամիս։ Արդեն հայտարարվել են հանրային մրցույթներ շինարարության համար, այդ թվում Աքիաքայից Շիրակ տանող հողե ճանապարհի համար։ Նա նշել է, որ ենթակառուցվածքների վերականգնումը տնտեսական օգուտներ կբերի երկու երկրներին եւ կբացի գործակցության հնարավորություններ գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում։ Մայիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը կֆինանսավորի Թուրքիայի հետ սահման տանող երկաթուղու վերակառուցումը։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի եւ Ալիևի միջև, կողմերը վերահաստատել են փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման իրենց հանձնառությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները նշել են երկկողմ հարաբերությունների կառուցողական բնույթը, քաղաքական երկխոսության ակտիվացումը, հայտարարել է Կրեմլը։ Սմոլենսկի մաքսակետում կալանավորվել է Բելարուսի տարածքով դեպի Ռուսաստան տեղափոխվող վարդերի մեծ խմբաքանակ։ Ռոսելխոզնադզորի տեղեկացմամբ կասեցվել է կեղծ փաստաթղթերի միջոցով ավելի քան 39,000 հայկական վարդերի ներմուծումը Ռուսաստանի տարածք։ Ըստ պաշտոնական հաղորդագրության խմբաքանակը տեղափոխող մեքենայի ղեկին եղել է Բելարուսի քաղաքացի։ Ուղեկցող փաստաթղթերում խմբաքանակը բեռը փոխադրողի կողմից հայտարարագրվել է որպես զոբացուցիչ ըմպելիք։ Նույնականացման պիտակների մնացորդներն են հուշել դրանց հայկական ծագման մասին։ Մեկ շուկայից կախվածության ռիսկերի նվազեցման նպատակով հայկական կողմը փորձում է գտնել այլընտրանքային ուղղություններ, նոր գործընկերների ներգրավման եւ տեղական արտադրանքի համար նոր շուկաներ գտնելու հույսով։ Այլընտրանքային շուկաների որոնման համատեքստում Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանը հանդիպել է Միացյալ Նահանգների գյուղատնտեսության քարտուղարության ղեկավարների հետ։ Հանդիպան ընթացքում քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի ամերիկյան շուկա արտահանման հնարավորությունները։ Տնտեսագետները սակայն այն համոզմանն են, թե այս փուլում ամերիկյան շուկան չի կարող փոխարինել Հայաստանի արտահանման հիմնական ուղղություններից մեկին՝ Ռուսաստանին, իսկ որոշ ապրանքների դեպքում էլ մասնագետների գնահատման փոխադրումների արժեքը տնտեսապես շահավետ չէ։ Սերտիֆիկացման հետ կապված երկրները որպեսզի անխափան մատակարարներ կատարեն գյուղատնտեսական որպես կանոն երկրների միջև լինում է ֆիտոսանիտարական լաբորատորիաներ ըստահելի։ Այն իմաստով, որ եթե Հայաստանի Հանրապետությունը լաբորատորիան որևիցե արդյունք է գրանցում պաշտոնական, այդ արդյունքը ամերիկյան հետագան կողմը ընդունում է որպես վստահելի արդյունք։ Մեր մոտ լաբորատորիաները ամերիկյան եւ հայկական այս կարգի փոխվստահող չէ, դրանք չկան։
պայմանագիր չկա։ Հայկական կողմն այլընտրանքային հնարավորություններ է փնտրում նաև հարևան Վրաստանում։ Թբիլիսիում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված գործարար հանդիպման ընթացքում վրացական խոշոր առևտրային ցանցերին ներկայացվել են արտահանման պատրաստ հայկական սննդամթերքը, խմիչքն ու գյուղատնտեսական արտադրանքը։ Ըստ տնտեսագետների Վրաստանը կարող է դառնալ հայկական արտադրանքի իրացման լրացուցիչ շուկա, ինչպես նաև տարանցիկ եւ վերաարտահանման կարևոր ուղղություն։ Դա ընդհանուր աշխատանք պետք է լինի, սկսած բրենդավորումից եւ պետությունների միջև պայմանավորվածություններից, մինչեւ օրինակ լոգիստիկական, այսինքն ճանապարհային աշխատանքներ Հայաստանում, այսինքն ճանապարհային ցանցերի գայնացում եւ այլն։ Այս ամեն ինչը կառատեսականորեն բերի փոփոխությունների։ Հայաստանից ռուսական շուկա արտահանվող կաթնամթերքի մուտքն է սահմանափակվել։ Ռոսելխոզնադզորը որոշումը հիմնավորում է հայկական արտադրանքի անվտանգության եւ հումքի ծագման հետ կապված խախտումներով, իսկ սննդամթերքի տեսչական մարմինն էլ հայտնում է, թե հիվանդ կենդանիների կաթի գործածման դեպքեր ստուգումների ընթացքում չեն հայտնաբերել։ Տնտեսագետների գնահատմամբ տնտեսական վնաս այստեղ մեծ չի լինի, քանի որ արտահանվող կաթնամթերքի ծավալները գյուղատնտեսական ընդհանուր արտահանման համեմատ փոքր են։ Ռոսելխոզնադզորի եւ ՍԱՏՄ-ի մասնագետների կողմից հուլիսի 14-ից 21-ը հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում համատեղ իրականացված վերահսկողության արդյունքները ռուսական կողմը թեև չի տրամադրել, սակայն կարող ենք տեղեկացնել, որ այդ արտադրամասերի կողմից հիվանդ կենդանիների կաթի օգտագործման, ինչպես նաեւ այլ երկրներից ներմուծված հումքի կիրառման հիմնավորումներ ստուգման ընթացքում չեն հայտնաբերվել։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ-ի անդամ պետություն եւ բացի իր ազգային օրենսդրությունից նաեւ պետք է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը պահպանի, որոնք նույնպես պահանջում են սննդամթերքի անվտանգության որոշակի նորմեր, հացդ համակարգերով այդ վտանգների վերլուծության, կրիտիկական կետերի որոշման կառավարման մոդել ունենան, լաբորատոր ստուգումներ անեն։ Նոր շուկաների բացումը միայն քաղաքական պայմանավորվածությունների հարց չէ, ասում են մասնագետները։ Դրա համար անհրաժեշտ են միջազգային չափանիշներին համապատասխան արտադրություն, վստահելի հավաստագրման համակարգ եւ մրցունակ լոգիստիկա։ 250,000 դրամից մինչև 8 միլիոն դրամ, սրանք այսպես կոչված Gold ավտոպետհամարանիշների նոր արժեքներն են, որոնք սահմանել է ներքին գործերի նախարարությունը։ Ըստ գերատեսչության պաշտոնյաների հայ վարորդները առավելապես գնում են 600,000 դրամ արժեցող հենց այսպիսի համարներ։ Միայն վերջին 3 օրվա ընթացքում վաճառվել է 160-ից ավելի համարանիշ։ Ոսկե համարների գների փոփոխություններից բացի փոխվել են նաև դրանց ձեռք բերելու կարգը։ Եթե նախկինում դրանք միայն աճուրդով էին վաճառվում, ապա հիմա արդեն զրոներով եւ կրկնվող թվերով մեծ պահանջարկ ունեցող համարանիշները հասանելի են նաև առանց դրա։ Եթե այդպիսի ընկալում կամ սխալ ընկալում կա, այստեղ խոսքը չի վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշերին։ Դրանց հետ կապված աճուրդային կանոնակարգումներ ինչպես եղել են, այնպես էլ շարունակելու են գործել։ Ընդ որում այդ չափորոշիչներում եւս որևէ փոփոխություն չի կատարվել։ Խոսելու ենք բացառապես հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի մասին։ Հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները բաղկացած են կամ առնվազն 4-0-ից եւ 1 թիվ, իհարկե լատինական տառերը գիտեք, կրկնվող կամ տարբերվող, միշտ առկա է կամ 4-0 եւ 1 թիվ կամ 5-0։ Միացյալ Նահանգների նախագահը կրկին խոսել է Էրդողանի հետ հարաբերությունների մասին։ Ոչ ոք ինձ չի թելադրելու վաճառել Թուրքիային F-35, թե ոչ, հայտարարել է Թրամփը։ Նա ասել է, թե Էրդողանը իր ընկերն է եւ Թուրքիան իր համար հիանալի դաշնակից է եղել։ Պատասխանելով Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի դեմ Նեթանյահուի առարկությունների վերաբերյալ լրագրողների հարցին։ Եթե Իրանի հետ բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգները կրկին ռազմական գործողությունների կանցնի, այս մասին հայտնել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, ընդ որում նա հավելել է, որ համաձայնել է բանակցությունները շարունակելու միջնորդների առաջարկներին, քանի որ Միացյալ Նահանգները այդ դեպքում ոչինչ չի ստանում եւ ոչինչ չի կորցնում։ Մենք լավ բանակցություններ ենք վարում, կարծում եմ մեծ հավանականություն կա, որ ինչ-որ բան կարող է տեղի ունենալ եւ եթե դա տեղի ունենա, լավ, իսկ եթե ոչ, մենք կվերադառնանք նրան, ինչ անում էինք 2 օր առաջ։ Նրանց կաշառել չեք կարող։ Դուք պետք է հաղթեք նրանց եւ մենք դժոխային հարված կհասցնենք նրանց, բայց կտեսնենք, թե ինչպես կստացվի։ Ներկա պահին շատ բարեկամական բանակցություններ են ընթանում։
Իրանը մերժել է Ամերիկայի առաջարկը բանակցությունների ընթացքում, ինչի մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը։ Նրա խոսքով ամերիկյան կողմը նախազգուշացրել էր, որ առաջարկի մերժման դեպքում բանակցությունները կձախողվեն եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունը կհեռանա։ Արդյունքում, ըստ նրա, ամերիկյան կողմը լքել է բանակցությունները։ Ղարիբաբադին նշել է, որ նաեւ Օմանում անցկացված բանակցությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իրանը կրկին փակել էր Հորմուզի նեղուցը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ այլընտրանքային երթուղու բաց պահելու հարցը, սակայն Իրանը չի ընդունել այդ առաջարկը։ Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմը Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուս-ուկրաինական հակամարտությանը խոսել է նաև Ուկրաինային խոստացված օժանդակության մասին։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային, հավատարիմ մեր հանձնառությանը ուկրաինական կողմին տրամադրում ենք ռադիոէլեկտրոնային պայքարի նոր տեղական արտադրության տեխնոլոգիաներ, որոնք կպաշտպանեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Սկանդալ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դիվանագետները 9 շան բողոքի լքել են ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Ֆրանսիայի ելույթի ընթացքում Վաշինգտոնի հասցեին Փարիզի քննադատությունից հետո։ ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչը ձևակերպել է, թե Միացյալ Նահանգները չի լսելու Ֆրանսիայի քաղաքականացված դատարկաբանությունը եւ չի նայելու նրա կեղծավոր ձևականություններին։ Ֆրանսիայում եւ Իսպանիայում շարունակում են պայքարել վերջին տարիների ամենախոշոր անտառային հրդեհների դեմ։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը զգուշացրել է, որ առաջիկա շաբաթները դժվար են լինելու։ Նրա խոսքով Ֆրանսիան երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր նման մասշտաբի անտառային հրդեհներ չի ունեցել։ Հուլիսի 22-ից Բորդոյի եւ Ատլանտյան օվկիանոսի ափի միջև ընկած տարածքում այրվել է շուրջ 42,000 հեկտար։ Միայն երկուշաբթի հրդեհի պատճառով անվտանգ վայրեր են տարհանվել ավելի քան 200,000 մարդ։ Ավելի քան 130 մարդ է տուժել թունավորվելով ծխից Իսպանիայի Բարսելոնա քաղաքի մետրոյում բռնկված հրդեհի հետևանքով, այս մասին հայտնել է քաղաքի հրշեջ ծառայությունը։ Հրշեջները քաղաքային գվարդիայի ծառայեկիցների հետ համատեղ օգնել են տարհանել գնացքի ուղևորներին եւ վերահսկողության տակ են վերցրել հրդեհը, որը մարվել է։ Նախնական տվյալներով հրդեհի պատճառ է դարձել թունելի երեսպատման տարրերի ընկնելը։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում, առնվազն 50 մարդ է վիրավորվել Ճապոնիայի հարավում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետևանքով։ 7.1 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ արձանագրվել են երկրի հարավային Կյուսյու կղզու Կումամոտո շրջանում։ ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Քրիս Ուիլյամսը եւ Ռուսաստանի Ռոսկոսմոս տիեզերական գործակալության տիեզերագնացները 241 օր միջազգային տիեզերակայանում անցկացնելուց հետո վերադարձել են երկիր։ Անձնակազմին տեղափոխող տիեզերանավը հուլիսի 26-ի առավոտյան անջատվել է միջազգային տիեզերակայանից, իսկ 3 ժամ 24 րոպե անց բարեհաջող վայրեջք է կատարել Ղազախստանի տափաստաններում։ Տիեզերագնացները երկրի շուրջ կատարել են 3856 պտույտ եւ անցել ավելի քան 164 միլիոն կիլոմետր ճանապարհ։ Հուլիսի 27-ին առեղծվածային ու ողբերգական դեպք է եղել Լոռու մարզում Վանաձոր քաղաքի բուլղարական երկրորդ ավանի վագոն տնակներից մեկի կողքին հայտնաբերել են 6-ամյա աղջնակի մարմին։ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետն ու ոստիկանության բազումի բաժնի պետն են ժամանել։ Ըստ տեղեկությունների երեխային հայտնաբերել է քույրը, դեպքի հանգամանքները բարձվում են։ Հուլիսի 28-ին Իջևան-Սևան-Երևան ճանապարհին 40-ամյա Կարլենը Նիսան Տիդայով դուրս եկել երթևեկելի գոտուց հայտնվել դաշտում, բախվել բետոնե էլեկտրասյանը էլեկտրակայանի ցանկապատին ու մետաղ է հենասյուներին։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Դեպքի վայրեն ժամանեն ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատիրյանի
գումարտակի ծառայության տեսուչ օրվա պատասխանատու Կարլեն Բաղյանի գլխավորությամբ։ Հուլիսի 27-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են Opel Astra-ն ու հեծանիվը։ Հեծանվորդը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, իսկ Opel Astra-ն բախվել է Բետոնեսյանը քարերին, գլխի վայր հայտնվել երթևեկելի գոտում։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի պարեկները։ Հեծանվորդին տեղում օպերատիվորեն ժամանած Աբովյան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել լուսավորիչ բժշկական կենտրոն։ Հուլիսի 27-ին Մուշավան թաղամասում այրվել է 4 խոտածածկ։ 4 ժամ փրկարարծարայության Երևանի փրկարարական վարչության մի քանի մարտական հաշվարկ Երևանի փրկարարական վարչության պետի տեղակալի գլխավորությամբ պայքարել են կրակի տարածման դեմ, արդյունքում հրդեհը բնակելի տներ չի հասել։ Երևանի շտաբօգնության բժիշկների մի քանի հերթապահ խմբեր են տեղում հերթապահություն իրականացրել։ Իսկ հուլիսի 26-ին Սպիտակ համայնքի Քարաձոր բնակավայրում գտնվող Փայտաշեն տնակ է այրվել։ Փրկարարծարայության Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի շրջփրկարարական ջոկատի փրկարարներն են մարել հրդեհը, տուժածներ չկան։ Ճաշ ինձ տեղ այլել։ Ահա։ Գործով գնացել եմ, տեսանք վարվում։